Խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին Սասնա Ծռեր զինված խմբի աջակիցները ազգային ժողովի ծառայողական մուտքի մոտ սպասում էին պատգամավորներին։ Ճշտելու իսկապես համաներում լինելու է, կտարածվի այն ծռերի վրա։ Օրենսդիրները սակայն չէին ցանկանում շփվել ցուցարարների հետ։ Մենք ճանաչենք ով է մեր պատգամավորներից եւ ինչ դիրքորոշում ունեն մեր հերոսների նկատմամբ, որոնք պայքարել են մարտերի դաշտում, մեր հայրենիքը կերտել են եւ այսօր հայտնվել են բանտում։ Իսկ նրանք պարտավոր են ճանաչեն ժողովրդին եւ այս Սասնա Ծռերի բողոքը հենց ուղղված է նրան, որ իրանք ապրեն ժողովրդի համար, աշխատեն ժողովրդի համար, ոչ թե միայն իրանց համար։ Հեսա կանգնած տեսնում ենք էլի, շքեղ մեքենաները մենակ է տա իրանց աշխատանքը։ Ժիրայր Սեֆիլյանի ու Արայիկ Խանդոյանի մարտական ընկեր ազատամարտիկ Աղավնի Սահակյանն էր մոտենում պատգամավորներին։ Պատգամավոր կոչվածները հատկապես հանրապետականից ասոցիացվում են նաև նրա հետ, որ իրենք նրանպես սովորական տարական մոտեցում մակարդակել չունեն, որ գոնե լսեն մարդիկ ինչ են ասում։ Քաղբանտարկյալը հանրապետության դեմքն է, ինչ որ նոր դատախազի տեխնացու կար։ Երեք մեկ այսօր երկու դեռ չէ լսել է տաթորին, մեր հանրապետությունում քաղբանտարկյալ չկա։ Բայց քաղբանտարկյալ որ չկա, դու էլ ով ես, ինչ պիտի անես դու, ինչ է վիճակի անելու եւ սրանից հետո ինչ է լինելու, այս կոսմետիկ փոփոխությունները ոչինչ չեն տալու։ Բացառություն էր Զարուհի Փոստանջյանը, որ ինքն էլ միացել էր բողոքի ակցիային։ Պատգամավորի համոզմամբ անկախության 25-ամյակի առթիվ սպասվող համաներումը պետք է ամբողջությամբ լուծի ընդդիմադիր գործիչների ազատության հարցը։ Բոլորին եւ Շանթի իր ընկերների հետ եւ Սասնա Ծռերի անդամների նկատմամբ պետք է տարածվի եւ Վալոդիա Ավետիսյանի նկատմամբ պետք է տարածվի եւ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ պետք է տարածվի։ Բավե մենք ունենանք քաղաքական հայացքներում բանտախցում քաղաքացիներ։ Տիկին Փոստանջյան, նաև ակնարկներ կան, որ նախաքննության փուլում գտնվող գործերը, այդ թվում եւ Սասնա Ծռերինը համաներմամբ կարող է հանգուցալուծվել մի դեպքում, եթե իրենք նախաքննության փուլում մեղքը ընդունեն, հակառակ դեպքում ինչպես պիտի ներվեն։ Ես չեմ կարծում, որ մեղքը պետք է նրանք ընդունեն։ Մենք ունեցել ենք մեր դատական պրակտիկայում նույնիսկ դեպքեր եւ չեն ընդունել, բայց նրանց նկատմամբ պարտադրաբար կիրառել են համաներում եւ ասել են գնացեք տուն եւ հետագայում նաեւ այդ համաներման պարտադրանքի կիրառումը նույնիսկ մարդիկ կան, որ բողոքարկել են։ Պավլիկ եւ Արամ Մանուկյանների փաստաբան Հարություն Բաղդասարյանը բացառում է, որ իր պաշտպանյալները ընդունեն մեղքը։ Հեղափոխականները երբեք իրենց մեղքը չեն ընդունում մեկ պարզ պատճառով։ Նախ պետք է կարողանան ապացուցել, որ իրենք մեղավոր են։ Իշխանության պատասխանատու, անմեղսունակ գործողությունների արդյունքում որոշակի մարդիկ դուրս է եկել ապստամբության։ Ապստամբությունը գիտեք նախատեսված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով այն դեպքում, երբ իշխանությունները չեն կատարում իրենց պոզիտիվ պարտականությունները։ Համաներման է սպասում նաև Վահագն Ղումաշյանի հայրը, բայց ելի ոչ մեղքը ընդունելու պայմանով։ Որդուն մեղադրում են Սարի թաղում զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ։ Ոստիկանները ցուցմունք են տվել, որ Վահագնը քար է նետել իրենց ուղղությամբ։ Նույնիսկ հեռախոսազանգերով կարելի է ստուգել, որ ինքը Սարի թաղում պարզապես այդ ժամին այդ օրը լինել չէր կարող։ Եվ դա հրաշալի գիտեն եւ միջնորդությունը, որպեսզի նրան գրավի դեմ ազատ թողեն, մերժվեց առանց որևէ հիմնավորման, իսկ հիմնակից այդ պրատ հիմնավորման մեջ նույնիսկ նրա անուն ազգանունն է շփոթած։ Այնպես հենց այնպես գրել են, պատվերի կատարել են։